Բարի եղբայրներ ջան, Դրոջ շնորհով անգամ ևս հնարավորություն ունենք, որ միասին կանք եւ ազոխոսք ուսումնասիրենք եկեղեցվո ծառայության եւ առաջնորդության նկատմամբ եւ իմ պապակս անշուշտ աղոթքս ցանկությունս է որ մինչեւ հիմա ինչ որ արեցինք օրհնություն եղավ քիչով կամ շատով եւ այդ օրհնությունը այսօր էլի պիտի շարունակվի եւ հավատում եմ որ դակավին թեմաներ ունենք որ մեզ պիտի հետաքրքրի ինչու որովհետեւ անմիջականորեն մեր ծառայության եւ մեր հոգեոր կյանքի հետ կապ ունեն այս թեմաները ուրեմն շարունակելով ինչ որ երեք սկսեցինք առաջին ու երկրորդ Տիմոթեոսի միջով անցնել եւ տեսնել հովիվիմը երեցիմը բարդականությունները եւ այստեղ ունենք մաս երկու այս բարդականություններին ուրեմն Պողոսը առաջին նամակում Տիմոթեոսի նրա անկել է որ նա պետք է շարունակում ենք սա 4 գլխի մեջ կասե առաջադիմի դեպի Քրիստոսի նմանություն նրա սեփական կյանքում անշուշտ մեր կյանքում ամենակարևոր բանը Քրիստոսի նման լինելն է չէ մեր բոլոր հոգևոր ծառայության հիմքը սա է գասե սրանց մասին մտածիր գասե սրանց մեջ եղիր անշուշտ եւ որ սրանց մասին գասե սրանց մեջ եղիր ինչ որ արդեն իսկ խոսեցավ Տիմոթեոսի այդ բաներով վրա եւ գասե որբեսի քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի սա ինքզինք ցուցադրելու համար չէ հաբա որբեսի նրանք տեսնեն ազո ժողովուրդը տեսնա որ հոգևորապես ոնց դու ես իբր Աստծո ծառա քայլում ենք Դիրոջ առաջ, նրա ժողովրդի առաջ, անաբաշխարների առաջ, որբեսի նրանք օրտնվեն մեր օրինագից։ Սրանց մասին մտածիր, սրանց մեջ եղիր, որ քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի, ուշադիր եղիր ինքդ, քո եւ ուսուցման, նայեցեք, միայն քո մասին չէ, ուսուցումը կարևոր է։ Երկուքը չեն կարող բաժանել իրար մեջ։ Երբեմն հավատացյալներ կան ասեն, կարևորը Տերոջի հետ մաքուր սուրբ կյանք ունենաս, կարևոր չէ, ինչ այսինքն հավատացեր ես, կարևոր է Հիսուսի հավատում ես, այդ մնացած երկրորդական բաները կամ երրորդական, այդպես կտնեն շատեր, նրանք կարևոր չէ ասեն, բայց խնդիրը այն է Սուրբ Գիրքը երբեք չի խոսում երկրորդական, երրորդական բաների մասին, գասե, ուշադիր եղիր ինքդ քո, այսինքն քո անձի եւ ուսուցման նկատմամբ, այդ եւը կարևոր է, ու դրա մեջ հարադևիր, որովհետև այդ անելով, այսինքն երբ ես ու դու մեր անձերուն ուշադրություն դարձնենք եւ մեր ուսուցման, մեր վարդապետության, ինչ որ սովորում ենք Տիրոջ խոսքից, որովհետև գասի այդ անելով գփրկես թե ինքդ քեզ, աշ գփրկես սելով մեղքերու փրկության մասին չի խոսա, այսինքն դու քեզ գազադես ինչից, գազադես այն դատաստանից, որ գկա նրանց վրա որոնք նույնպես չեն անում, անշուշտ Աստված պիտի դադե ամեն մեկերնից մեր ռազների համաձայն, նույնիսկ հավատացյալներ, Քրիստոսի ադյանին առջև պիտի ներկայանանք, որովհետեւ մեր ռազների համաձայն պատասխան տանք, անցյալ անգամ համագարկային աստվածապանության ադեն մի քիչ խոսանք սրա վրա, որովհետեւ այդ անելով կփրկես թե ինքդ քեզ, թե քեզ լսողներին։ Մենք ուզում ենք մեր լսողները ազատվեն մեղքի գաբերից, ազատվեն անիրավություններից, ազատվեն աշխարհային բաներից, ամեն բաներից որ ազոգամքի համաձայն չէ։ Եվ գասե առաքյալը Տիմոթեոսի, երբ դու քո անձիդ ուշադրություն անես, եւ քո ուսուցմանդ, վարդապետությանդ, սա է խորհուրդը այստեղ, ինչպես որ Առադյանի մեջ կասե, դու անձիդ կազատես, կփրկես եւ թե քեզ լսողներին։ Ուրեմն պետք է առաջ թիմենք այս բաների մեջ եւ այդպես նելով Քրիստոսի նման կլինենք։ Հետո 5-րդ գլխու առաջին երկու ամառներում ուրեմն Պողոս Տիմոթեոսի գասե, որ պետք է լինես շնորհալի եւ նուրբ Աստծո ժողովրդի մեղքը երբ կդիմակայես։ Պետք է լինես շնորհալի եւ նուրբ երբ Աստծո ժողովրդի մեղքը կդիմակայես։ Նայեցեք, գասե 1-2 ամառները գասե ձեր մարդու խիստ մի հանդիմանիր, այլ հորդորիր ինչպես հոր, երդասարտներին ինչպես եղբայրների, բարավներին ինչպես մայրերի, դերադի կանանց ինչպես քույրերի, ամենայն անարաբությամբ,
Ինչու ամենայն անարդությամբ կասե, ինչու երդասարդ քույրերի մասին կխոսա։ Ուրեմն այսպիսով առաքյալը ոնց որ գներբագե այդ բոլոր դարբեր մարդկային խավերը, լևելները եւ այդպես անելով գասե ծերերի հետ, երդասարտների հետ, բարավների հետ, երդասարտ քույրերի հետ այնպեսի մի եղիր որ այո հորդորությունը դուր ինչու որ գասե հորդորիր երբ որ պետք է հորդորես հորդորիր բայց արագ ասե ոչ խստությամբ այսին քաղցրությամբ, սիրով, շնորհալի գերբով, ինչպես հայրերի հետ կվարվես, ինչպես եթե քո հայրը դե, քո մայրը դե, քո եղբայրը դե, քո քույրը դե, այդ ընտանեկան բառերը օգտագործում է։ Եվ ազոտ ծառան պետք է այսպես անի։ Պողոս էլի գասե Տիմոթեոսի գհրանքի ասելով, որ հատուկ ուշադրություն եւ խնանք դարձրու ովքեր այրիներ են։ Ինչ որ 5-րդ գլխի մեջ էլի գխոսա նրա վրայով, ինչու որովհետև գասի բադվիր այրիներին, որոնք իսկապես այրի են եւ այլն, հետո խրատներ տալիս է այս երրորդ համարի գաբակցությամբ այրիներու վրայով։ Ինչու որովհետև մենք երբեմն կարանք շատ ներգրավել մեր ծառայության մեջ, կարոզությունով, աղոթքով, ուսուցմունքով եւ այլն խորհրդատվությունով, բայց այսպեսի պրակտիկական ծառայությունները, այո, սարգսակները պիտի ներգրավեն, սրա մասին առաքյալը չի երգում, բայց վերջը հովիվը ինքն է, որ պիտի վերագացու լինի, որ եպիսկոպոսը վերագացու է։ Ինքն է, որ պետք է վերագացու լինի այս նույնիսկ պրակտիկական, կորզնական գարիքներու նկատմամբ, եկեղեցու ոլորտում։ Եվ գասե, որ ուշադրություն դարձրու, խնամ դուր այրիներին։ 17-ից 21, ինչ որ արդեն երեք մի քիչ խոսեցան կարդամ, այն երեցները, որոնք լավ վերագացու են 17 համարից 5-րդ գլխի, թող գրգնագի բադվի արժանանան, մանավանդ նրանք, ովքեր դկնում են քարոզով ու վարդապետությամբ։ Որովհետև Գիրքն ասում է, գալ անող եզան դունչը մի գաբիր եւ մշակը արժանի է իր վարձին։ Երեցի թեմ ապստամբություն մի ընդունիր, ներողություն, անպաստանություն մի ընդունիր, եթե 2 կամ 3 վկաներով չէ։ Իսկ մեղանչածներին բոլորի առաջ հանդիմանիր, որբեսի ուրիշներն ալ վախենան։ Հիմա անշուշտ այստեղը մի քանի թեմաներ կա երեցների առնչությամբ։ Ուրեմն մի բան այստեղ հստակ կան է, որ հավատարիմ երեցները պետք է բադվվեն։ Ինք որովհետև գասե այն երեցները, որոնք լավ վերագացու են, թող գրգնագի բադվի արժանանան։ Մանավանդ նրանք, ովքեր դկնում են քարոզով ու վարդապետությամբ։ Տիմոթեոսի գխոսա, որ դու էլ հաստատ արա, որ այդպիսի լինի նրանց համար։ Այսինքն դու օրինակ եղիր իբր հովիվ, երբ երեցներ կան, որ հավատարիմ են ազոխոսքի մանավանդ քարոզությունով եւ ազոխոսքի վարդապետությամբ, դու հավատարիմ եղիր օրինակ լինել բոլորի առաջ, որ բադվես այդ եղբայրները, որպես ժողովուրդը հասկանա այդպես անելով, որ ինչ կարևոր է եկեղեցու ներս։ Եվ երբ նրանք քրտնաջան աշխատում են Աստծո բարքի համար, նրանք անշուշտ Աստծո անվան համար արժանի են։ Հիմա մենք գիտենք եղբայրներ ջան, մենք մեր մեջը ինքնիրույն ովի արժեք չունենք առանց Քրիստոսի։ Ինչու որովհետև եթե Քրիստոս հանես մեզանից, մենք պարզապես մեղավոր մարդիկ ենք, որ հավիտյան գորստի դատաստանի արժանի մեր մեղքերի համաձայն։ Բայց Տիրոջ շնորհով Տերը մեզ փրկած է, դեղադրած է տարբեր վայրերում, ուր մենք ծառայում ենք նրան, եւ սա մեծ առաջնաշնորհում է։ Եվ եղբայրներ ջան, երդասարտներ, որ ըստեղ ունենք, լիքը երդասարտներ ունեն, որ դակավին անշուշտ կարող է դուք մտածեք, Տերը ինչ ունի ինձ համար։ Հիմա հովիվները հովիվ են, երեցները երեց են այդ առումով, բայց մենք ինչ կարանք անել։ Համբերեցեք, շարունակեցեք այսպես ներգրավել կոնֆերանսներու, ազոխոսքը անշուշտ ուսումնասիրեք, հնազանդվեք, ծառայեցեք եկեղեցու ներս։ Եվ հետո Տերը հայտնի գնե ժամանակին, ինչ ուզում է ցեզանից։ Անշուշտ ինչ որ սրտանց կանեք, ազոժողովուրդը կտեսնա եւ նրանք կկաչալերեն, որբեսի հարադեվեք։ Եվ հետո երբ Աստված ինք եթե ցեզ գանչած է, իր ադենին պիտի անի հաստատ։ Եվ ոչ մի բան չի կարող խափանել Աստծո գանչը։ Ոչ մի բան։ Երբ Աստված իր ադենը կա, կանչե։
Եվ հստակ կան է։ Նույնիսկ եթե որոշ, այսինքն հուսահատություններ, հագարագություններ, այդպես բաներ ալ բադահին, բայց Տերը դակավին իր ծառաները կբարձրացնե իր փառքի համար։ Միջև այդ մենք խոնարհաբար մաքուր գերբով դերոջը ուզում ենք ծառայել։ Այո։ Այսինքն հարկանքի հարցը հիմա ինչպես հիմա մեր եկեղեցիներում մեջ երբ հովիվներ կան, երեցներ կան, որ նրանք ազող խոսքով սպառված են, սովորաբար մենք եթե ուշադրություն հրած ենք, որ ավելի մենք հարգում ենք նրանց ծառայությունը, քան թե մյուս երեցները, որ անպայման նրանք ազող խոսքը չեն քարոզում, չեն սովորեցնում։ Նրանց էլ հարգում ենք, այո, այսինքն հնազանդվում ենք, հետևում ենք նրանց Քրիստոսավայել օրինակին, բայց հիմա օրինակ եթե եղբայրը ինքը քարոզով սպառվում է, ինչու է ազող խոսքով մեզ սնուցանում է։ Բայց դրանից հետո ասում է, բանով ես դու չեմ կապի, չէ, այսինքն կրկնակի պատիվ տալը ժողովրդին կարող է կոչ անել, որ այդ ձևի երեցի, որ իր ամբողջ ժամանակով աստուն ծառայում է, խոսքը մատուցում է, կարող է այդ ձեր մարդուն օգնեք այդ երեցին, թե դուք ֆինանսապես աջակցեք։ Հիմա այդ բաներն ալ այո, կարող են ներգրավել մեջը, այո, շիդագեք, այո։ Ես բարձրապես ընդհանրական առումով կխոսամ, այո, ինչու որովհետև մենք գիտենք Սուրբ Գրքից, որ ազո ծառան, որ ինքը ազո գործով ներգրավված է, ինչպես որ այստեղ ասեմ մշակը արժանի է իր վարձին։ 18-րդ համարում։ Այդ թեմային վրա է։ No, ինչու գիտես, հիմա մեկը որ օրինակ խոսքի մեջ ներգրավված է եւ բոլոր ժամանակը դված է ազո ժողովուրդը նկատի կառնեն, որ եթե իրենք անշուշտ այդ եղբորը գանչած են, որ ծառայե նրանց մեջ, նրանք գիտեն, որ այդ եղբայրը ոնց պետք է ապրի եւ ազո խոսքը մեզ այդ թույլատվություն տալիս է, որ մշակը իր վարձքին արժանի է։ Հիմա եթե երեցը օրինակ ինքը աշխատանք ունի, բիզնես ունի, գործ ունի, ինչ որ ազո եկեղեցին անպայման ստիպված չէ նրան վարձ տալու։ Եթե ուզենան կարան տալ, հիմա կարող է ոնց որ գեշ ժամանակը իր շաբթվա տալիս է եկեղեցին եւ գեշ ժամանակը աշխատանքի։ Եկեղեցից կապ ունի։ Հիմա եկեղեցիներ կան երբեմն ինչպես գիտենք մենք եղբայրներ ջան, որ նույնիսկ եթե հովիվը լման ժամանակը դա եկեղեցու ծառայության կարող է որ այդ կարողությունը չունեն նույնիսկ ֆինանսավորելու, այսինքն օգնելու ֆինանսական առումով շատ չեն կարող գաmal, հա, շիդակ չէ այդպես։ So, եկեղեցի կտարբերի, բայց մի բան հստակ է ազո խոսքիցը, որ մշակը արժանի էր վարձին, մինչև այնտեղ որ ինք իր սիրտը փողի վրա չէ։ Բնացեք, կան երբեմն մարդիկ, որ փողի համար գնեն ինչ որ գնեն։ Երբեմն մարդիկը գնում են օրինակ Bible College, Սուրբ Գրքի college համալսարան, այսինքն կամ սեմինարիա եւ նրանք ուսանում են որբեսի կորձ անեն ծառայությունով, հոգևոր ծառայության միջոցով։ Բայց մենք չենք հավատում այդպիսի սկզբունքներին։ Ինչու որովհետեւ հոգևոր ծառայությունը նախ եւ առաջ ուսումի հարց չէ, ապա գանչվածության հարց է։ Մեկը կարող է, նայեցեք եղբայրներ ջան, մենք չենք ասում, որ ուսումը կարևոր չէ։ Ազո խոսքի ուսումը կարևոր է, բայց մեկը եթե դպրոց չգնացել, բայց Աստծո ծառայումը, որ ազոգոչ ունի, ադի է կարևորը։ Նախնականը սա է։ Ավելի նախընտրելի է մեկը ազոգոչ ունենա եւ ծառայե Տիրոջ, քան թե մեկը երթա, չգիտեմ, 4 տարի, 7 տարի կամ մինչեւ իր դոկտորան առնե, բայց դա ոնց որ սատանայի նման լինի։ Կան այդպիսի մարդիկ, կացած են մինչեւ վերջ ուսանած են, ինձ մեկ քեզ մե ավելի կարող է բարձր վկայականներ ունեն, բայց հավատացյալ չեն։ Հավատացյալ նույնիսկ չեն։ Ինչու որովհետև նրանք գրքեր կգրեն Քրիստոսի ագարակ, Աստծո խոսքի ագարակ, բայց կացած են հոգևոր ուսում արած են։ Կան նրանք մարդիկ։ Բայց մեր կանչվածությունը Տերը ծառայելն է, հավատարիմ լինելն է, եւ եղբայրներ ջան, մենք գիտենք, որ Տերը մեր գարիքները պիտի հոգա։ Ըլլա անսական, ըլլա ընտանեկան, ինչ որ պետք է։ Որտեղ նայեցեք, երբեմն այո, այդ փորձությունը garanք ունենալ, որ ֆինանս հավաքելու, այստեղից, այնտեղից, մյուստեղից, բայց խնդիրը այն է, որ եթե մեր ջանքերը բարձրապես են, որովհետեւ մեր անձերը հարստացնենք, ոչ թե որ Տեր դու գիտես, որ ես
պետք ունեմ ընտանիքս ապրեցնելու։ Եվ Տերը գիտի, եւ Տերը իր հավատարիմ ծառաներին անոթի պիտի չթողնի։ Ես չեմ ասում, որ իր հավատարիմ ծառաներին ամենավերջին թազա ասենք թե ավտոն պիտի դա կամ ամենավերջին լավագույն դները կամ ինչ որ է բիզնեսը ասան, չէ։ Բայց Տերը պիտի հայթայթե։ Հա? Չեմ լսում։ Եթե Տերը կտա, ինչու որ մենք գիտենք, որ Աստծո խոսքում առաքյալները տեսնում ենք ինչ տեսակի մարդիկ էին, հարուստ մարդիկ չէին։ Հարուստ մարդիկ չէին։ Այո։ Հիմա մանրամասներուն չեմ ուզում գնալ եղբայրս, ինչու որովհետև ուզում եմ ավելի այդ հովվական ծառայության մեջ մնալ եւ հետո կարանք խոսել, խնդրում եմ մոդեցեք հետո կարանք խոսել, որովհետև ավելի այս գեդերը շեշտադրելով, որ իբր օվիվ, իբր երեց, իբր եպիսկոպոս, մեր ծառայությունները ինչ պետք է ներգրավեն, ինչ պետք է լինեն։ Հաջորդը 22 համար նայեցեք, Բոս Արաքյալ գասե Դիմոթեոսի, որ երեցը պետք է զգուշորեն ընտրի եկեղեցու առաջնորդներին, համոզվելով, որ նրանք հասուն եւ հոգեվորաբես, փորձառաբես ապացուցված անձիկ են։ 22 համար գասե միշտ աբիր ցերկդ որևէ մեկի վրա դնել, երեսների մասին խոսա համա տեքստի մեջ, եւ ուրիշների մեղքերի մասնագից մի եղիր, ինչու եթե այդ երեցը, որ դու ուզում ես, այսինքն այդ մարդը, որ դու ուզում ես երեց կարկել, մյուս երեցների հետ միասին, եթե մեղ կամ մեղքեր ունի, պետք է զդուկես ամեն բանի առաջ, պետք է հասուն լինի, ապացուցված կյանք լինի, ունենա, որբեսի գասե այդ մեղքը քո վրա դա չլինի, դու ալ հանցավոր չլինես, ինչպես որ երեք մի քիչ ասեցինք, չէ, ասեցինք, որ եթե օրինակ ես ընկերմ ունեմ, նոր Հայաստան եկավ, բայց այս ընկերը կարող է անչափ հոգևորապես լավ մեկը չէ, հավատացյալ է, հա, բայց ես սիրում եմ նրան, ինքը ինձ սիրում է, ընկերս է ասելով, ուզում եմ նրան ինձի երեց կարկել, գողագից երեց, որ միասին լինի։ Չէ, այդպես չի կարելի։ Ինքդ քեզ անարատ պահիր գասե։ Եվ սրա մասին կխոսա։ Այսինքն անարատ չեմ լինում, չես լինում, եթե ոնց որ երեսներ կարկես եւ նրանց մեղքերին մասնագից լինես, երբ նրանք մեղքեր ունեն, որ պետք չէ այդ մեղքերը լինեն։ Այո, գադարելության մասին չենք խոսում, բայց որոշ մեղքեր կան, որ եթե այդ անձը մեղադրելի է դակավին, չենք կարող նկատի ունենալ երիցական ծառայության։ 20-րդ համար գասե, այսուհետև միայն ջուր մի խմիր, այլ մի քիչ գինի կործածիր, ստամոքսիտ եւ աջախագի հիվանդանալուտ պատճառով։ Ուրեմն սկզբունքը ինչ է, որ Աստծո մարդը պետք է խնամի իր ֆիզիկական վիճակը, որպես ուժեղ լինի ծառայելու համար։ Ուժեղ լինի ծառայ։ Նպատակ ասե։ Հիմա գինի մասում մի չի խոսանք, մի չի գնամ այնտեղ, նրա մասին չի հարցը։ Հիմա ինքը գինի գասե, դու կարաս ասել, չգիտեմ, ոդկա ասել, կամ բիվա ասել, կամ ադի չի հարցը։ Կարևոր սկզբունքը, որ այստեղից այս եղբայրները վերցրած են եւ մեր արժեվ ունենք այս կետերը, որ Աստծո մարդը պետք է որ իր մարմնին հոգ տանե։ Չէ՞ թե ես իմ մարմնից դու քո մարմնիդ հոգ չտանես։ Ինչպես պիտի կարաս մաքսիմում ցեով լավ ծառալ։ Այո, Տերը կարող է ինձ կամ քեզ գանչել նրա մոտ, այսինքն մեր գարձածեն ավելի արագ։ Բայց ինչ ողջ ենք, մեր անձերուն շատյուն միտենք, մեր մարմնի ուշադրություն պիտի դարձնենք։ Ուսուցանի եւ քարոզի գասե իսկական աստվածահաճության սկզբունքները, օգնելով մարդկանց դարբերել իսկական աստվածահաճությունը եւ կեղծավորությունը։ Ինչու որովհետեւ արդեն գասե 24 համարից գասե մինչեւ 6-6 կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են դատաստանից առաջ, իսկ ոմանց մեղքերն էլ հետո են ի հայտ գալիս։ Այդպես էլ բարի գործերն են հայտնի դառնում, իսկ մյուսները, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։ Եղած են մարդիկ, երեք ավտոյի մեջ կխոսանք եղբայրների հետ։ Եղած են մարդիկ, որ իրենց մեղքերը, իրենց կյանքում, նույնիսկ հավատացյալի մասին կխոսանք,
որ իրենց մեղքերը հայտնի եղան դադաստանից առաջ, ուրիշները նրանց մահից հետո։ Դերը որովհետև իր եկեղեցվո սրբության կարևորություն տալիս է։ Եվ երբեք պիտի չթույլատրե, որ ես կամ դու մենք արաբերենով գասենք Արթուր եղբայրան, մասխարայի առնենք, այսինքն գադագի առնենք Աստծո։ Մենք գիտենք Գաղատացիների 6:7-ից, որ չենք կարող Աստծո հետ խաղալ, ինչ որ գցանենք, նայել գհնցենք։ Անկա լուրջ է մեր Աստվածը։ Այո, մեր Աստվածը մեզ 100% սիրում է, նույնիսկ երբ մեզ դաստիարակում է։ Եբրայեցիների 12 այդպես կխոսա, չէ՞։ 5-ից 11 ամառները։ Դերը նա որ դերը սիրում է, ինչ կանենք, խրատում է, դաստիարակում է։ Եթե ոչ կասե չի դաստիարակե մեզ, իբր նրա զավակները մենք մեղ գործենք, ոնց որ մենք աբորինի ենք, որդի չենք։ Հետո 6:7-ից 11 գիտենք այդ հատվածը, որ գասե 6-ից կարդամ, սակայն աստվածաբաշխությունը կողմնակության հետ միասին մեծ շահ է, որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ եւ ոչինչ էլ չենք կարող դանել։ Ուտելիք եւ հագուստ ունենք, դրանցով բավարարվենք, իսկ ովքեր ուզում են հարստանալ, փորձության, որոկայթի եւ բազում անմիտ վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկնում են գործանումի եւ գործության մեջ, որովհետեւ արձատասիրությունը գասե բոլոր մեղքերի ճարիքների արմատն է, որին ցկդելով ոմանք հավատից մոլորվեցին ու իրենց բազում ցավեր պատճառեցին, բայց դու նրանք ինչ ուզում են թողանեն, բայց դու ով մարդ Աստծու փախիր դրանցից եւ հետևիր արդարությանը, աստվածաբաշխությանը, հավատին, սիրուն, համբերությանը, հեզությանը։ Փախչի գասե, փախչի, պետք է փախչի Աստծո մարդը փողի հանդեպ սիրուց։ Հետո գասե Աստծո մարդը պետք է բահի Աստծո բարգևը նրա մեջ թարմ եւ օգտակար։ 2 Դիմոթեոս կնանք հիմա, 2 Դիմոթեոս թուղթը 1:6 Այդ պատճառով գասե քեզ հիշեցնում եմ, ինչ կասե այդպես, որ վերագենթանացնես Աստծո շնորհը, որ քո մեջ է ծերնատության միջոցով, որովհետև գասե Աստված մեզ երկչոդության հոգի չդվեց, այլ զորության, սիրո եւ ողջամտության։ Ուրեմն մեր Տիրոջ վկայել ամոթ մի համարիր, ոչ էլ ինձ, որ նրա համար եմ շղթայված, այլ Աստծո զորությամբ չարչարագից եղիր ավետարանի համար։ Հիմա ինչու այս խոսքերը գասե, որովհետև Դիմոթեոս ինքը մի քիչ այդպես ամճկոտ բնավորություն ուներ։ Եվ առաքյալը նրա խրախուսում է, որ մի ամաչիր։ Այս մի խոսքով քաչ եղիր եւ թող մի դար, որ Աստծո բարգևը, որ քո մեջն է, որ մի խոսքով այդպես տկարանա։ Ինչու երբեմն հալածանքների առումով, թշնամությունների առումով, դրսից եւ ներսից։ Կարող է որ դու ալ սկացած ես եղբայր ջան, քո կյանքի ընթացքում։ Կարող է ադեններ եղած է քո կյանքում, որ ծառայում ես, եւ նույնիսկ Աստծո ժողովուրդը կարող է հարկդ լավ չեն գտնում, այսինքն հարկը չեն արժեքավորում, այդպես մտածում ես, եւ կասես ես ինչու անում եմ այս բոլորը։ Շաբաթը 50 ժամ, 60 ժամ Տիրոջ տալիս եմ, եւ հետո նրանք կանգադում են, գնահատում են։ Ինչու։ Ես կարամ գասես գնալ կորձ աշխատել, ավելի նույնիսկ փող վաստակել։ Պետք ունեմ չարչարվելու։ Մա դրսից չարչարանքը մի բան է։ Ներսի չարչարանքը ավելի դաժան է շատ անգամ։ Երբ Աստծո ժողովուրդը նրանց ծառաներին թեմ կելնեն։ Եվ առաքյալը գասե, նայ գասե, մի թողիր, ոչ մի բան, որ քեզ արգելք հանդիսանա, որ դու այդ բարգևը որ ունես, եւ բարգևը որ գխոսա, այսինքն Տիրոջ ծառայության մասին, այդ շնորհը որ ունես, որ կանչված ես ծերնատրությամբ Տիրոջ ծառայության մեջ լինելու, մի թողիր որ ոչ մի բան քեզ արգելք հանդիսանա։ Եվ նրա համար եղբայրներ ջան, մենք պետք ունենք իբր հովիվներ, իբր եղբայրներ, որ իրար քաչալերենք, մխիթարենք, խրախուսենք, ասանգատեններ։
Ինչու որովհետև երբեմն շատ հեշտ կարող է դառնալ մտածել, որ չէ, այլևս պետք չունեմ ծառայության մեջ լինելու։ Մի թողիր այդպես լինի։ Ամեն մեկերն իսա դարբեր ադեններ մեր կյանքերում մեջ կանցնենք։ Մի ասեք, որ այդ խորհուրդ երբեք մտքես անցած չէ։ Տարբեր ծևերով կարա անցնել, քիչով կամ շատով կարա անցնել, որ ես ինչ եմ անում այստեղը։ Ինչու։ Պետք է որ ինձ ոնց որ խփեն, խոսքով կամ ասենք թե քննադատությամբ, եւ ես տակավին իրենց լավություն ուզում եմ անել, մինչեւ այնտեղ որ ես խոնարհապար, ավադարմապար, այո, շարժարիտս դիրոջ առաջ շիդագ է լավություն եմ ուզում անել, բայց ոնց որ ուզում ես խեր անել, խիար գլինես կասեն, այդ արդարությունը եթե լսած եք։ Ուզեցի խեր անել, խեր այսինքն բարիք անել արաբերենով, խիար եղա։ Խիարը գիտեք արդեն, արաբերենով վարուն կնշանակի հայերենով։ Այո։ Խիար արաբերենա։ Խիարն էլ արաբերեն։ Հա, խերն էլ արաբերենա։ Այո։ Հիմա թուրքերը հայերենի արաբերենից արած են եւ մենք ալ կարող ենք նրանցից օգտագործենք։ Բարսիկներն որոշ բարեր, այո։ Հետո 7 համար ինչպես կարտացինք, կասե որովհետև Աստված մեզ երկչոդության հոգի չդվեց, այլ զորության, սիրո եւ ողջամտության։ Այսինքն ազոմարտը պետք չէ լինի երկչոդ, այլ զորավոր, քաչասիրտ։ Ինչու շատ բաներ կան ծառայության մեջ, որ կարող են մեր սրտերը թուլացնել։ Շատ բաներ կան։ Հիմա եթե հնարավորություն դայի եղբայրներին եւ ասե եղբայրներ ջան, եկեք վկայենք, եկեք մեր վկայությունները կիսվենք այս թեմայի առնչությամբ։ Ես կավադամ, որ քոնը մի քանիները պիտի վկայեին այսպես եւ ես ալ կարայի վկայել։ Բայց իրար ունենք եւ պետք է իրար ունենանք, որպես իրար գարանք քաչալերել։ Երբեք Աստծո ծառան մինակ պետք չէ լինի։ Այս առումով, որ ինքը մինագը ծառայում է եւ ուրիշ ընկեր հովիվ կամ ընկեր հովիվներ չունի, որոնց հետ կարող է նրա դարդերը, դարդբարնալ, անշուշտ հայերեն չէ, նրա վշտերը, ծավերը, այսինքն գիսվել նրանց հետ, պետք են, որ միասին լինեն այսպիսի բարականերում։ Երբեք պետք չէ ամաչի Քրիստոսից կամ նրանցից, ովքեր ծառայում են Քրիստոսին։ Ինչու որովհետև Բողոս ասեց, այսինքն իմ վկայությունից ասալ մի ամաչիր, որովհետև ինքը Քրիստոսի համար փանդի մեջ է։ Սա իր երկրորդ եւ վերջին բանդարգվելն էր եւ արդեն իսկ իր ադենը ասած էր գասե եւ պիտի մեռներ։ Ինք գիտեր արդեն մարգարեությամբ Աստված հայտնած էր նրան, որ այո, ադենը եկած է, որ պիտի երկին գնա։ Առաջին բանդարգության մեջ ինչ որ բանի մասին կարդում ենք Գործ 28-ում, այդ առաջին ռոմեական բանդարգության մեջ մենք կարդում ենք նրա մասին նաև Փիլիպպեցիս թղթում։ Այնադեն ասեց, որ ինք չէ, Դագավին պիտի մնա։ Դերը նրան հայտնած էր, որ Դագավին պիտի մնա։ Ծեր լավության համար պիտի մնամ ասեց, բայց այստեղ արդեն Դիմոթեոսի կհասկացնե վերջին գլխի մեջ, 4-րդ գլխի մեջ, որ արդեն ժամանակը ասած է։ Պետք է ազոմարտը ամուր գարչի ճշմարտության եւ պաշտպանի այն։ Ազոմարտը կասե պետք է ամուր գարչի ճշմարտության եւ պաշտպանի այն։ Այդ պատճառով 12-րդ համար այդ պատճառով էլ գրում եմ այս չարչարանքները, բայց ամոթ չեմ ամառում, որտեղ գիտեմ թե ում եմ ավադացել եւ համոզված եմ, որ նա կարող է իմ ավանդը բահել մինչեւ այն օրը։ Որպես օրինակ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որ լսեցիր ինձանից, այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է, բահիր բարի ավանդը Սուրբ Հոգով, որ մեր մեջ է բնակվում։ Ուրեմն ազոմարտը, երեցը գանչված է, որ ամուր բռնի, գարչի ամուրորեն ճշմարտության եւ պաշտպանի այն։ Այո, բնավորությամբ պետք է ուժեղ լինի։ Երկրորդ գլխու առաջին համարը գասե «Արտու որդյագիմ զորացիր շնորհով, որ Քրիստոսի մեջ է»։ Ինչու որ ինք արդեն մի քիչ առաջ խոսավ չէ, երբ ասեց Դիմոթեոսի, որ ասին երկչոդության հոգի պետք չէ ունենաս, հետո հիշեցրեց նրան, որ Աստծո շնորհը, որ քո մեջն է, ծերնատության միջոցով պետք է վերագենթանացնես, թող չլինի, որ դգարանա այդ ցանկությունը, այդ փապակը Տիրոջ ծառայելու իբր հովիվ, իբր երեց, եւ բնավորությամբ ուժեղ եղիր, քաչասիրտ եղիր, որը շատ բաներ կան, որ մեզ կարան վհադեցնել։ Երբեմն եղբայրներ կարան լինել։ Սուտ եղբայրներու մասին չենք խոսում։ Նրանք էլ կարան ունել այդպես։
Երկու Կորինթացիների 11-ում Պողոսարակյալ սուտ եղբայրների մասին խոս, այսինքն եղբայրներ, որ հավատացյալ չեն, մարդիկ, որ հավատացյալ չեն, բայց ճշմարիտ եղբայրները երբեմն կարան լինել, որ նրանց ոնց որ աժենդան ունենան, նրանց նպատակները, նրանց գոլերը, նրանց պապակները, ցանկությունները, եւ երբ նրանք տեսնում են, որ դու զորնակ ծառայության մեջ ես, իրենք ուզում են քո ծառայությունը, սա մի օրինակ, սկսին բաներ անելու քո յետևից հետ, որովհետեւ խոսան քեզ դեմ հագարակ, ժողովուրդը լարեն քո թեմ, փամփասեն քո վրայով, անեն այնպիսի բաներ, որ անշուշտ ամոթալի է, բայց նրանք կարծում են, որ այդպիսի անելով պիտի կարողանան ոնց որ քեզ քո աթորը թերացնել, կարծես թե քո աթորը քոնն է, անի դիրոց ծառայությունն է։ Նրա համար պետք է միշտ նկատի ունենանք, որ այո, սորավոր պետք է լինենք, որ եթե արդեն սրդերնից թողենք, որ թուլնա, այնադեն կարող է դեղ մկալ, որ սկսենք մտածել, գիտեք ինչ, չէ ագագ ասենք, պետք չկա։ Ինչու կխուցավ, որովհետև աշխարհային եմը կխուցավ ունենալը գործի մեջ մի բան է, բայց մոդիկ, ծառայագից, հոգևոր գոչվող եղբայրներից այսպիսի մոդեցում փորձարկելը ուրիշ բան է, բայց պիտի լինեն այդպիսի եղբայրներ նույնիսկ։ Այսօր չէ վաղը, վաղը չէ մյուս օրը, պիտի լինեն, որովհետեւ Աստված մեզ խոնար բահե, նրանից կախյալ բահե, միշտ մեր հայացքը աղոթքով նրան լինի, որովհետեւ մենք երբեք չկարծենք, որ մի բան ենք, կարևոր ենք, չէ, այսօր եթե դերը մեզ ամեն մեկերնուս նրա մոտ կանչի, դերը արդեն ինք, եթե այդպես անե, ինք իր եկեղեցին դադարք մի չի թողե, ինք արդեն ուրիշները պատրաստում է, որպեսզի մեր տեղը առնեն ծառայության մեջ։ Այո։ Այդ մեկը որ հա, եղբայրը ասում է հիմա ասեմ հարցը եղբայրս որբեսի կամերայի մեջ ալ, դեսանյութի մեջ ալ ելնի, բարձրապես գրկնելու նպատակով, ուրեմն այստեղ սցենարը ունենք, ուր երկու օվիվներ կան ծառայում են միատեղ նույն եկեղեցիում, մեկը մյուսին ուզում է, որ այլևս դատարիր ասում է ծառայություն, ինչու որ մյուսը տարիքով է, երկուսն էլ նույն տարեկից են, մոդիկ, հա, հիմա անշուշտ հիմա հարցը պիտի լինի, որ ինչու այդպես ասում է, մեղքի հարց կա, չէ, եթե մեղքի հարց չի գա, ենթադրող մեղքի հարց չի գա, ինք այս առումով իրավասություն չունի այդպես ասելու, հիմա ես անշուշտ ամեն մանրամասները չգիտեմ, ես բարձրապես ասում եմ այդ մանրամասների համաձայն, որ դուք ասացիք, հիմա ես չեմ կարող եղբորը ասել, որ դու մեկ կողմ նստիր, չէ, Աստծո տան մեջ միշտ գործ կա, նույնիսկ եթե 50 հոգինոց եկեղեցի լինի, 25 հոգինոց եկեղեցի լինի, եթե 2-3 լինի, 2 հովիվ լինի, դեր գործ կա, ինչու որովհետև եթե այդ բարդականությունները ամեն մեկերնից վերցնենք, մեկ օրինակ սպաղվի քարոզությամբ, մյուս սերտողություններում, մյուս այցելությամբ, մյուս խորհրդատվությամբ, մյուս ավետարանչությամբ եւ այլն։ Այսինքն մեկը կարա ասել, որ ես անգամ որ ծառայում եմ ժամանակ չունեմ, երբեք չասենք այդ խոսքը, երբեք չասենք, հա, կարող ես ասել, որ այսօր ժամանակ չունեմ, որովհետև ինչու օրագարկս արդեն լիցքավորված է, արդեն հանդիպումներ կան, օքեյ, հասկանալի է, բայց երբ ընդհանուր առմամբ խոսանք, ասենք, ես երբեք ժամանակ չունեմ ավետարանչության, օրինակ, կամ ես երբեք ժամանակ չունեմ այցելության, ուրիշը թող անե, այսօր ժամանակ չունես, վաղը ժամանակ չունես, քալ շաբաթ ժամանակ չունես, հետո ունես, գարաս արմարցնել, ինչու կասեմ սա, որովհետև Աստծո տան մեջ շատ գործ կա, հա, և ես եթե իմ եղբայրս ես քեզի կամ ասեմ, որ
Եղբայրս նայեք ասեմ, դու այլևս նստե հանգստացիր, բետ չունես ծառայելու մխիթար եղբայր, ես կանեմ գործը։ Շարժարիտս ինչ է։ Հիմա եթե դու օրինակ ասեմ դերը հերու անեք ասենք, օրինակ քաղցկեղ ունես, կամ ես վրասը քաղցկեղ ունեմ, դու եկար ինձ այդպես ասիր, կարող է հասկանալի լինի, որ ժողովուրդն ագիտե հովիկ քաղցկեղ ունես, հանգստացիր, այլևս ուրիշ սևով աղոթքով ծառայե, մարդիկ այցելության կան քեզ գարած խրախուսել, բայց երբ որ ելես քարոզես գեշամ 40 րոպե վայլն շատ ուժ բանջում է քեզանից, չես կարող հասկանալի է։ Հա, բայց երբ երկուսս ալ ինչ որ դուք ասեցիք, գարանք ծառայել դիրոջ, եւ դերը մեզ այնտեղ դրած է, կարևոր չէ ով առաջ եկավ մյուսիցը, կարող է որ ես հատ եկեցին առաջ լինիմ կամ դու առաջ լինես, եթե ժողովուրդը մեզ գանչած է, ասել է որ դերը մեզ ընտրած է, ժողովրդի միջոցով հաստատած է։ Եկեղեցին այդպես ասում է, չէ, միայն այդ մյուս հովիվը։ Հիմա ներ Սուրբ Կրային բաճարը չիգա, որ ինք այդպես կասե, երբ ժողովուրդը ով գանչեց այդ հովիվին, եթե ասանք ասեմ, եթե այդ մյուս եղբայրը ինքզինք իբր հովիվ դրավ եւ բարդատրեց իր ծառայությունը ժողովրդի վրա, ադի ուրիշ բան է։ Բայց եթե երկու հովիվներն ալ ժողովրդի եւ մնացած առաջնորդության համացանությամբ հաստատվեցան, որ ծառայեն այդ եկեղեցու մեջ, այնադեմ որոշումը իմ գամքուգը չէ, հաբա իբրովիվ, հաբա եկեղեցվո որոշումն է։ So այդ հովիվի, եկեղեցին եթե արտար լինի եւ այդ հովիվը դագավին բնթում է այդպես անել, գարկաբաության դակ պետք է ինա։ Գարկաբաության դակ բաժանումի ենթակա կլինի, այո, սխալ է, ադի սխալ է այդպես, այո։ Իմա եղբայրս ինչ որ գասեք նրա համացան պատասխանում եմ, ավելոտ չգիտեմ որովհետև, բայց եթե նրա շարժարիտը բարձաբես առաջին հովվու շարժարիտը բարձաբես է, որ ինք լինի բոսը եկեղեցու, ինք լինի ամեն բանի մեջ, անի սխալ է։ Կարևոր չէ, նույնիսկ եթե ինքը 60 տարեկան լինի եւ մյուս հովիվը օրինակ 40 տարեկան լինի։ Եթե եկեղեցին կանչած է, երկուսն էլ պետք է ծառայեն միասին։ Եվ երկուսն էլ պետք է աչքի կան եւ համաձայնին, որ օքեյ եղբայր ջան, այո, մեկը կարող է ավելի փորձառություն ունի, մյուսը ավելի երդասարդ է, բայց եթե եկեղեցին կանչած է, եկեղեցին հստակ պետք է ունենա նրանց բարդականություններ, նրա համար վաղը պիտի խոսանք եկեղեցական կանոնակրի մասին։ Եկեղեցական բարձրապես ագնարկը բիդամ, արագ ագնարկը, ինչու եկեղեցական կանոնակիրը շատ անհրաժեշտ է, ասանք բարականերուն։ Մեր Հայաստանի մեջ ես չգիտեմ բոլոր եկեղեցիները ոնց անում են, բայց եթե զորօրինակ եկեղեցին երբեք որոշ փաստաթուղթ չէ տված առաջին հովիվին եւ երկրորդ հովին ասելով հստակորեն, որ քո ծառայություններդ, այո, ամենալ տարբեր ծառայություններու մեջ կարան միասնաբար ներգրավել, բայց հստակորեն, որ քո ծառայությունները այս բաներու մեջ է, քո ծառայությունը այս բաներու մեջ է, որ հստակ լինի, որ չլինի ոչ մի ասենք թե խնդիր։ Եվ կանոնակիրը հիմա երկուքն էլ ավակ հովիվներ են, կամ մեկը ավակն է, մյուսը օգնական ավակն է։ Ոնց։ Եվ ով օգնականն է ասողը, չէ՞ ավակն է ասողը։ Ավակն է ասողը։ Նրա համար է, որ եկեղեցվո կանոնակիրը պետք է այս բաները ունենա գրի առնված, որպես ամեն մարդ հասկանա, որ եթե այսպես պատահի, կանոնակիրը ինչ կասե։ Ինչու է Սուրբ Գրքի մեջ եկեղեցական գազմագերբության եւ այսպես օրենքներու համար հստակ ասենք օրենքներ չկան, ինչպես պիտի վարվենք մենք։ Նրա համար եւ որ նոր հովիվ գալիս է, կամ հին հովիվ այնտեղ է, նրան կդրվի այդ լրիվ ասենք փաստաթուղթը կամ այդ ասենք հոդվածը ինչ որ է, եղբայր ջան գարտա։ Այդտեղը գասե որ եթե հովիվը պիտի
բերեցվի, կամ ազատ արձակվի, այդ հովիվի նպատակը մյուս հովին մի խոսքով ազատ արձակելն է նրա ծառայությունից։ Այդ կանոնակիրը հստակ կասե, որ ինչպես պետք է լինի եկեղեցու առաջ։ Եվ եթե որևէ խլրդում կա այդ հարցի նկատմամբ, չես կարող անել։ Եվ այս բարակային ինչ որ այդ հովիվը գասե, դժմարությունը չէ, սուրբ կրային չէ։ Որևէ երեսը մյուս երեսին չի կարող ասել, որ դու պետք է դադարես ծառայությունից, երբ ինք մեղ գործած չէ, որ արժեքազրկե ինքը ծառայությունից, կամ ֆիզիկական առումով հիվանդ է, դգար է, չի կարող շարունակել, ինչու որ կամ դերը իրեն դուն դարավ, դերը դուն չի դարավ, դակավին այնտեղ է։ Ուրեմն այս երկու բաները կա։ Կամ մեղք, կամ ֆիզիկական հիվանդություն, դգարություն, որ չի կարող լավ վնել նրա գործը։ Բայց եւ որ այս բաները չի կան եւ ժողովուրդը արդեն խնդիր կա ժողովրդի մեջ, ադի արդեն ցույց տալիս է որ սխալ բան կա։ Նրա համար եղբայրներ ջան, այդ կանոնակրի վրա աշխատելը, սահմանադրություն կանոնակիր կարևոր է ունենալը։ Վա մի քիչ կխոսանք նրա վրայով։ Որբեսի երբ օրի մեկը մեզ մի հետքը նոր մեկը գալիս է, նոր հովիվ գալիս է։ Դեղական եկեղեցու համար, ամեն մեկ դեղական եկեղեցի։ Հիմա եթե միաբանություն է կամ միություն է, կարակ մի ասենք բան ունենալ։ Միասին կարակ կալ եղբայրներով, օրինակ կոնֆերանս մանել դուք ցես 3 օրվա նմուշ բաժեն ունենալով հետևեք այդ բաժենին եւ ծեր ասենք թե եկեղեցու բետկերի համացան, նրբությունների համացան անեք սա։ Հետո ամեն մի հավատացյալ պետք է ունենա օրինակ եւ պետք է հաստատի իբր անդամ, որ ինք կընդունի, հասկացած է, ինչ գրված է և կընդունի, որ ինք պիտի բաբանի համացայնի այդ կանոնակրության սահմանադրության հետ։ Չէ թե ոչ, եկեղեցվո, ասենք, բոլորի այդ համացանության հագարակ գնում է մեկը։ Եվ երբ կանոնակիր չկա, ոնց որ ամեն մարդ ազատ է իր օրենքները բանեցնելու։ Եվ Սուրբ Գիրքը հստակ չի ասում, շատ անգամ մեզ մե ոմանք իպրավադացիաներ կարծում ենք, որ մենք շատ խելացի ենք։ Ոնց որ Սուրբ Գիրքը հստակ չի ասում, սև ջերմակ չէ, որովհետև մոխրակույն, ասենք ոլորտ է, ուրեմն մենք կարանք ուզածնից պես խաղը խաղալ։ Եվ այդպես կանեն երբեմն, նույնիսկ հովիվներ։ Եվ Աստծո ժողովուրդը բարձրապես ու պամը չի ասում, ասել չէ, որ Աստծո ժողովուրդը հիմար է, անմիտ է, չեն տեսնում այս բաները։ Հակոբ ջան։ Այո, Աստծո ժողովրդին խնամ տանելն է հովվի նպատակը։ Եվ իր հոդի խնամ տանելու մի մասը այդ մյուս եղբորը հետ լավ լինելն է։ Իրար բարձրացնել, իրար բադվելու մեջ Սուրբ Գիրքը ինչ կասե։ Իրար մե անցեք կասե։ Եվ որ իրար չենք բադվում, եւ սա շողոքորթության համար մեջ չէ լինի եղբայրներ ջան, հապա սրտանց իրար բադվել։ Նայեցեք, ասենք ասեմ, դու բադվե այդ մյուս եղբոր, իրեն բարձրացրու, խոնարհապար մի ակնկալիր, որ դերը քեզ համար պիտի բան անե, եւ բայց դերը գասեմ քեզ, Աստծո խոսքի իշխանության համացան, որ դերը ինք պիտի օրհնե քեզ տակավին։ Որովհետեւ ինչու Աստված երբեք բաց չի թողներ հոգեվոր օրհնությունը մեր կյանքերում, երբ մենք հավատարիմ ենք նրան։ Այս կյանքում, այո, ֆիզիկական օրհնություններ Աստված չէ խոստացած։ Օրինակ Աստված չէ խոստացած, որ ամեն մեկերից առողջ կերպով մինչև 100 տարեկան պիտի ապրենք ծառայության մեջ նույնիսկ։ Բայց Աստված մի բան հստակ խոստացած է, հոգևոր օրհնությունները Աստծո մի խոսքով մեր հետևից գալիս են։ Երբ մենք հավատարմաբար Տիրոջ կծառայենք։ Ինչ կասե Սամոս 23-ում։ Նայեցեք։ Այո, նրա հետևից պիտի կան։ Այդ կաղապարը, այո, Հակոբ դու հարց ուներ ուրիշ, Հիմա ադի ուրիշ թեմա է Հակոբ ջան, հասկանում եմ, այո, բայց, Հիմա նա գարանք խոսալ հետո, բայց ադի ուրիշ թեմա է ադարնչությամբ, որ հիմա ինչ որ եղբորը հարցը, որ հիմա հովիվների նկատմամբ, այո, քիչ առաջ խոսեցակ մի քիչ չէ, 1 Դիմոթեոս 5
Քանի 17-ից 21-ը ինչպես պիտի անես, երբ երեցը մեղադրելի է, Սուրբի կգասե, բոլորի առջև պիտի հանդիմանվի, երեցներու կողմից պետք է հանդիմանվի, այո, եւ բաժանում կա, օրինակ երկու երեց նրա հետ համացան են, մյուս երեքը նրա հետ համացան են, այո, խնդիր կա, բայց արդար լինելու համար ազոմարտը իր կորձը պետք է անե արդարությամբ, նույնիսկ եթե մարդիկ նրա թեմ ելեն, որ երբեմն նա է, ազոմարտ գարա արդարություն անել ուզել, հետո ժողովուրդը կարող է նրա թեմ ելնել, ինչու որ ժողովուրդը հոգևոր մտածելակերպի մեջ չէ, եւ կարող է քեզ ասել, մենք քեզ պետք չունենք, ինչու որ նրանց մեղքերը ցուցաբերում ես, կարող է, եւ մի կարծեք, որ բարձրապես որ այդ եկեղեցից վդարվեցար, Աստված քեզ չի սիրում, կամ չի ուզում դու ծառայես։ Jonathan Edwards գարանք ասել Ամերիկայի ամենագերագույն աստվածապանը եղած է։ Jonathan Edwards 18-րդ դարուն ապրած է։ Փիլիսոփա, աստվածապան, գարմուն նրա գրությունները խորն են, խրթին են, հետաքրական են եւ այլն, բայց հետեւյալն է 22 տարի մի եկեղեցի ծառայեց եւ երբ Տիրոջ ընտրիքի արումով հարց եղավ, մարդիկ կային, նրանց մեջ մարդիկ, որ ազդեցություն ունեին, հարուստ մարդիկ էին, մեջերնին նրանցից ոչ հավատացյալներ կային, ինք Ազոխոսքի համաձայն ասեց, որ ոչ հավատացյալը չի կարող Տիրոջ ընտրիքի մոտենալ։ Ոմանք կային, որ անշուշտ նրա թեմ ելան եւ վերջը ոնց որ նրան եկեղեցից դուրս վդարեցին։ Դեռ իրեն ուրիշ ծառայություն բացավ։ Եթե Jonathan Edwards-ի վես մեգումը այդպիսի բան մեկը կարար անել, բամ ասելիք չունեմ ուրիշ։ Եկեղեցին որոշեց, ինչու բաժանումի բան, որ ինք այսինքն ելնի անդեց, ինչու որև երբեմն մարմնավոր մարդիկ կլինեն եկեղեցիում, մարդիկ, որ ֆինանսական օրեն ուժեղ են, համբավով մեծ են, եւ հետո կան նույնիսկ հավատացյալներ, որ չեն ուզում նրանց ցավացնել, վշտացնել, ինչու որ նրանք փող տալիս են։ Եվ կարող է եկեղեցու մեջ օրինակ այդ մարդը անգամ որ փող տալիս է, դու եկեղեցու քարտուղարը լինելով, կամ եկեղեցու ասին ծառան լինելով, այդ փողը ուրգից գալիս է, եթե այդ փողը չկա, քո կորձդ կարաս կորցնել։ Եվ մարդիկ երբեմն գզիչին ասպիսի բաներով առաջ։ Եղբայրներ ջան, ես վկայություններ ունեմ, իմ աստղան կյանքես կարամ տալ։ Վեճ չունեմ իմ այնտեղ գնալու։ Եվ ցավալի է, բայց Աստված ինք գերիշխան է, հավատարիմ է, բարի է։ Եվ Աստված հիանալի գերբով ինք իր հավատարիմ ծառաներուն ինք գվարցադրե, գործնե, նույնիսկ երբ որոշ սեզոններ կա, որ ցավի միջով կանցնես։ Բայց սա Աստծո ձևն է, քեզ ալ խոնարհեցնելու, ինձ ալ խոնարհեցնելու, որովհետեւ ավելի քեզ եւ ինձ պատրաստե ավելի հոգևոր արդյունավետ ծառայության։ Եթե այդ ցավերը, վշտերը չփորձարկենք, չենք կարող լինել ինչ որ ենք այսօր Ազո բարքի համար։ Լինի առաքելական ճշմարտության ուսուցիչ, գիտենք սա, վերարտադրելու համար հավատացյալ մարդկանց մեջ, ինչու որովհետև գասե այն բաները, որ դու սովորեցիր, հավատարիմ մարդկանց հետ ալ գիսվիր սովորեցրու, որ նրանք է պատրաստեն նրանց, բարձրացու նրանց, որ նրանք է նույնը անեն։ Ազոմարտը պետք է պատրաստական գրի դժվարությունները եւ ալածանքները քրիստոնեության համար առավելակույն ջանքեր գործադրելով։ Եվ միշտ ազոմարտու հայացքը պետք է բահվի Քրիստոսի վրա։ Անշ համարները երբ կարդանք եղբայրներ ջան, գտեսենք սրանց վրայով, որ այդպես են։ Եվ սրանք ճշմարտություններ են, որ մենք գիտենք։ Զորօրինակ 2 Տիմոթեոս 2:8-ից կասե. Հիշիր մերելներից հարություն արած Հիսուս Քրիստոսին, Դավթի սերնդից ըստ իմ քարոզած ավետարանի, որի համար չարչարվում եմ, մինչև անգամ շղթայված եմ չարակորձի պես, բայց Աստծո խոսքը չարչարված չէ։ Հիմա ինչու կասե ասպանը, որ կասե նա է, հիշիր երբ որ կասե Հիսուս Քրիստոսին, ասել չէ որ Տիմոթեոս մոռացած է Տիրոջը, այսինքն հիշիր նրա չարչարանքը, ցավերը Տիրոջ ավետարանի համար, եւ դու ալ այդ օրինակին հետևիր։
անշուշտ կասե 2:14-ում, այս բաները հիշեցրու Տիրոջ առաջ վկայելով, որբեսի լեզվագրիվ չանեն, որ ոչնչի բիդանի չէ, եւ միայն գործանում է լսողներին, այսինքն մի խոսքով իշխանությամբ սովորեցրու, ղեկավարիր իշխանությամբ։ 15-րդ համարը ասե, ճանա Աստծո առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքը ուղիղ է մատուցում։ Այսինքն մի խոսքով Աստծո խոսքը ճշգրիտ մեկնաբանիր եւ գիրարիր։ Սա էլ ծառայի գործերից մաս է։ Պետք է Աստծո մարդը խուսափի անօգուտ զրույցներից, որոնք դանում են միայն անաստվածության։ 16-րդ համարը ասե, հերու մնա զազրախոսություններից, որովհետև դրա մեջ եղողներն ավելի առաջ կգնան ամբարշտության մեջ։ Այսինքն ունայնախոսություններ երբ որ կան, բարապարապաներ, ժամանակ մի անցնեք կասի արաքյալ այդպիսի բաներու մեջ։ Ինչ որ առողջ վարդապետություն է, ինչ որ Քրիստոսի հավատքի հետ կապ ունի, ինչ որ փրկության հետ, ավետարանի հետ, սրբացման հետ, այս բաներու հետ են եղեք։ Երբեմն հավատացյալներ կան, երբեմն այդպիսի ասենք անգլերենով գասեն rabbit trails, ասին նաբաստագի ուղիների մեջ գնում են։ Հիմա գիտեք նաբաստագը երբեմն այդպես ուղիներ բացում է, որ մենք չենք կարող գնալ այնտեղ։ Բայց նրանք գնում են այդպեսի վայրեր։ Պետք չկա։ Հաբա մնացեք կասե ճշմարտության հետ, Աստծո խոսքի հետ, ոչ թե այդ անօգուտ զրույցների մեջ ներգրաված լինելով, որ ժամավաճառ մի լինեք, ինչու կյանքը կարճ է, լիքը անելիք կա, լիքը սովորելիք կա, լիքը գործադրելիք կա։ Եվ պետք է որ մնանք ճշմարտության համաձայն եւ ապրենք ճշմարտության համաձայն։ Ազովարդը պետք է լինի բադվի կորձիկ առանցնացված մեղքից եւ օգտակար Տիրոջ համար։ Էսալ անշուշտ բարձա եւ հստակ է։ Եթե ազոմարտը չարանցնացվի մեղքից, ինչպես օգտակար լինի Տիրոջ համար։ 22 համար գասե երդասարտական ցանկություններից փախիր եւ հետամուտ եղիր արդարությանը, ավադին սիրուն խաղաղությանը, Տիրոջ անունը մաքուր սրտով գանչողների հետ։ Այսինքն մի խոսքով այդ երդասարտական ցանկությունները, ինչու որ ինք երդասարտ էր Դիմոթեոս, կասեցի որ 35-ի պես բան մներ դարիքով եւ կասե երդասարտական ցանկություններից փախիր։ Հաբա դա բնթիր գասե այդ մնացած լավ որակավորումներին, այդ արժեքներին։ Ազոմարտը պետք է մերջի ներկրավել փիլիսոփայական եւ աստվածաբանական վիճակահանությունների մեջ։ 23 համարում գասե խուսափիր հիմար եւ անօգուտ վիճակահանություններից, իմանալով որ դրանք գրիվներ են ծնում։ Գիտեք, երբեմն կան մարդիկ ուզում են որ փաստեն որ քեզ նրանք շիդագ են։ Նույնիսկ ինչպես։ Հա, նայ, նույնիսկ դու ավելի շատ բան գիտես եւ դու շիդագ ես, ոչ մի բռնիր։ Թող։ Ոչ մի բռնիր, թող։ Թողարցեն որ նրանք շիդագ են։ Ինչու որովհետեւ եթե դու շարունակես, դու խոսաս, դե ամերիկա որ դու յալ նրանց նմանը պիտի լինես։ Պետք է ազոմարտը չվիճի, այլ լինի բարի, ուսանելի նուրբ եւ համբերադար, նույնիսկ երբ նա մեղադրվում է։ Նայեցեք 24-ից 26 կասե Տիրոջ ծառան պետք չէ գրվի, այլ պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինի, ուսուցանող, անողակալ, հագարագողներին հեզությամբ խրադի։ Տեսեք, հագարագողներին այո, խրատ պետք է դրվի, բայց հեզությամբ։ Թերևս ասված նրանց ապաշխարություն դա ճշմարտությունը ճանաչելու եւ սատանայի որոկայթից զգուշանալու, որով նրանք բռնվել են նրա գամքը գադարելու համար։ Ազոմարտը պետք չէ վիճի։ Վտանգավոր ժամանակների փախման համար խորը գիտելիքներ պետք է ունենա Աստծո խոսքի մասին։ Ազոմարտը պետք է հասկանա որ Սուրբ Գիրքը բոլոր օրինավոր ծառայությունների հիմքը եւ բովանդակությունն է։ Բոլոր գիրքը Աստծո շունչն է, ասե չէ 3:16-ում օգտակար է սովորեցնելու, խրադելու, հանդիմանելու, հորդորելու, որբեսի Աստծո մարդը գադարյալ լինի պատրաստ բոլոր բարի գործերի համար։ Աստծո խոսքը հիմքն է բոլոր ծառայությունների, բոլոր օրինավոր ծառայությունների։
Մեկ երկու ամաներու մեջ կասե կարոզիր խոսքը ժամանակին եւ ժամանակից դուրս։ Այսինքն ադեններ կա որ կասես օ ինչ լավ է ազո խոսք կարոզել, բայց սեզոններ կա որ դժվար է ազո խոսք կարոզելը։ Կարող է ալազանք կա մեր երկրում, մեր հավատքի նկատմամբ, բայց կարոզիր կասե, կարոզիր հանդիմանելով, խրախուսելով, մեծ համբերությամբ եւ ուսուցմամբ։ Ժամանակին եւ ժամանակից դուրս։ Ժամանակին ելը դյուրին է, հեշտ է։ Բայց ժամանակից դուրս, սեզոնից դուրս, երբ ազո խոսքը ընդունված չէ, երբ մարդիկ չեն ուզում մտի կնել ազո խոսքը, առաքյալը գասե հաստատ եղիր, քարոզիր ազո խոսքը։ Եվ 4-5-ում գասե ազոմարտը պետք է լինի ստապ բոլոր բաներու մեջ, ինչու որտեվ 4-5-ում խոսա ասելով, բայց դու ամեն ինչում արթուն եղիր, արթուն պետք է լինի, նեղություններ գրիր, հետո գասե ավետարանի չի կործիր գասե, և քո բաշտոնը գադարիր, վերջացրու քո բաշտոնը։ Շատ կարևոր է ոնց մենք կվերջացնենք մեր հոգևոր ծառայության ընթացքը։ Մեկը գարա 30 տարի, 40 տարի ասված ծառայել, բայց լավ չվերջացնել։ Ամեն ռազը բարաբի կնաց, մի առումով։ Բայց լավ վերջացնելը կարևոր է։ Պետք է ազոմարտը դիմանա դժվարություններին եւ գադարի անշուշտ ավետարանի կորձը աշխատանքը, որբեսի իր բաշտոնը այդպիսով գադարի։ Այսպեսով եղբայրներ ջան, հովվական բարդականություններից ինչ որ գարտացինք 1 եւ 2 Դիմոթեոսից։ Եթե հարցեր կան, կարանք հարցնել, չէ թե ոչ մեր դատարը երբ էր, Դավ ջան։ 15 րոպե ունենք։ Հա, ուրեմն հարցերու ժամանակն է, այո։ Առաջի Տիմոթեոս 6:7-11-ում որ փողի հանդեպ սիրուց պատշելը եւ այնտեղ գրված է արծաթասիրությունը կամ փողասիրությունը ամեն չարիքի արմատն է։ Ես լսել եմ մեկ արտեսակեր, որ ասում է շատ չարիքներ, բայց ոչ ամեն։ Այո։ Ինչ կարծիք։ Ես համաձայն եմ այդ երկրորդ տեսակետին։ Եթե նայենք ամեն, բայց կա բաներ, որ փողը։ Այո։ Ինչու որովհետև հիմա ճիշտ է որ այդ ամեն բարի հետազոտությունը պետք է անենք, ինչու առաքյալը բարձրապես ընդհանրականորեն խոսում է։ Երբ զորօրինակ ազոխոսքը գասե որ ամենը Հիսուսի գալիս էին։ Ամեն մարդ ասել չէ, այսին շատեր է, շատ բաներ, ադիմաստը, այո, Արաս ջան, այո։ 5:22 23 Հա Չէ, այստեղ բարձր առաքյալը ասում է Դիմոթեոսի, որ Դիմոթեոսը ինքը խնդիր ուներ ստամոքսի հետ, այդպես կտեսնենք այս համարից։ Եվ այդ հարցի համար է, որ գասե, ինչու որ գինին հատկություն ունի մաքրելու։ Այդ ջուրը այն օրվա, այսօրվա ջրի նման չէ, որ մենք ունենք զուլալ ջուր, մաքուր ջուր։ Այն օրը այդպեսի ջուրեր կային, որ կեղտոտ էին, այսինքն ոնց որ բակտերիաներով, միկրոբներով լեցուն եւ հա Ադի ուրիշ թեմա է։ Հիմա նայեք բարս, ադի ուրիշ թեմա է, համագարկված աստվածապանության մեջ խոսեցանք այդպիսի թեմաներ, եւ հիմա այստեղը հատվածի մեջը առաքյալը նրա վրա չի կենտրոնանում։ Այո, գա ասենք թե այդ խորհուրդ, այդ քաղաքարը, որ առաքյալը ինչու այդպես կասե, առաքյալը չէր կարող իր խոսքով հերվիցը ասել եւ բժշկել։ Ես բամը չեմ կարող ասել, ազոխոսքը այստեղ գասե, որ առաքյալը խրատ դալիս է ասելով մի քիչ գինի խառնիր գասե ջրի հետ։ Ցո։ Հա, նպատակը բժշկությունն է, որովհետեւ լավանա Դիմոթեոսը եւ մենք գիտենք, որ այո, հիմա գինին օրինակ նայեցեք, հատկություն ունի, որ նույնիսկ այսօր, եթե օրինակ ստամոքսի մեկը խանգարում ունի, բան ունի, որոշ ասենք թե խմիչներ կան, որ գանգստացնեն։ Հիմա ես չեմ ասում եղբայրն ջան, գնացեք, ոնց որ ալկոհոլ վերցրեք, ովի եղբայր ասանք, ասես ադի չի հարցը։
Չէ, բարգևների մասին չէ, բայց առնչություն ունի, առաջնագար կորեն նրա ասում է, որ մենք գիտենք, որ յուրաքանչյուր պարգևը ժամանակաշրջանը որ տրվել է, իր նպատակի համար է տրվել, օրինակ պարգևը ժամանակ Մահագոբ ջան, էլի ասեմ, անցյալ անգամ համագարկված աստվածաբանության ադեն, նայեցեք դեսանուտները իմ սայթում են, այնտեղ կարակ ետ գնալ, նայել, ինչու որոշ բաներ խոսեցանք անցյալ անգամ։ Հիմա չեմ ուզում այնտեղ գնալ այն բաները, որ արեցինք, ավելի եկեղեցական ծառայության եւ առաջնորդության մասին ուզում եմ գետրոնալ։ Եվ հետո, եթե ուզում ենք խոսալ, ընդմիջման ադեն խոսանք, սիրով, այո, Վարդան եղբայրս բամը գասեիք։ Ոնց որ հիմա ասենք, զգում ես ստամոքսը ծանրացել է հանքային ջուրը։ Հա, այո։ Այո։ Ուրիշ հարցեր, եղբայրներ ջան, ուրիշ հարց կա։ Դավիթ եղբայր։ Հա։ Ինչ է կարա հովին երեցին տանի արծաթասիրության։ Թեքը Աստծո սերը ունի, ծառայում այդ ամեն ինչը վայելում։ Եղբայրը ասում է, Դեպքի որ այդ արծաթասիրությանը տանի ու դրա համար զգուշացնում։ Դավիթ եղբայրը այստեղ հարց տալիս է, որ ինչն է, որ Ժողովուրդ լսենք, մեկ-մեկը լսենք, ներողություն եմ խնդրում։ Եթե մենք չլսենք, ստացվի մեր ժողովուրդ եղբայրը։ եղբայրը հարցնում է, ինչը գարա Դանիել, այդպիսի հովիվը, որ ինք ասում է գանչված է Տերը ծառայելու, որ ինք գնա արձատասիրության ետևել լինի վերջո։ Հիմա գարա ասենք թե լավ գերբով սկսել իր ընթացքը ծառայության մեջ, բայց դարիների հետ գարա արձատասիրության ոնց որ նույնիսկ գերի լինի։ Ինչը գարա, դուք ինչ կասեք։ Ինչ բաներ կարան այդպիսի ցևով անել, որ նպաստեն այդպիսի, ասենք, վարքի կամ կորզընթացի։ Առաջինը, որ դա փակար գալ արած չարի կողմից եւ այդ գայթակղությանը մարդը չդիմա, սայթակի բնականաբար մեղավոր մարդի է, մարդի մեջ Այո, դրամական այո, Սատանայի որոքայթը, այո, ինչ-որ Վարդան եղբայրը ասեց, Հակոբ եղբայրը ասեց, մարմնի մեջ է դագավին, այսինքն մեղավոր բնություն ունի դագավին, կարելի է, որ ինք այդ զուգը ընկնի, կարող է նրա գարիկներն են ստիպում եւ սա էլ անշուշտ այդ մեղավոր բնությունի հետ կապ ունի, այդ դգար մարմնի, որ գասենք մեղավոր բնությունը, ինչպես որ Տերը ասեց, հոգին օժար է, մարմինը տկար է։ Սկզբանե շարժարիտը ինչ է, անալ կարևոր է, այո։ Արթուր եղբայր, նայ մի հատ եւս ասա բարձր ասա, կարող է որ այդպիսի անցումը սկիզբը կարող է ինքը զսպի։ Հա։ Երբ որ հասնի տեսնված է նախկինում ինչ է նորմալ հոգևոր եղել եւ հիմա ինչ ծախողվեց եւ այդքան։ Երկրորդը երբ որ լինում է նման բան, արդյոք եկեղեցին մեղավոր չի։ Ինչի՞ է թողել մենակ միայնակ որ այդ վիճակի մեջ մնա, որ մեղքի մեջ բռնվի եւ շարունակի։ Ինչու՞ չեն փորձել եղբորը օգնել, որ միասնական լինեն, որ մեկը մյուսին Հաշվետվության հարցը, այո։ Շատ մեկը մյուսից կախված դեպի բաներ կա։ Դրա համար յուրաքանչյուր բան յուրովի է քննվում, հիմա որ մեկը Հիմա Այստեղ եթե մենք նայում ենք Տիմոթեոսին, կոնկրետ Տիմոթեոսի անձի հետ կապված։ Ինչ տեսավ որ ինքնատարական զուշացնում է, որ մի բան բայց տեսել է, չէ՞։ Մի բան ոչ թե միայն տեսել է, ինչ ասել որ դրա լինի սուրբ հոգին հուշում է, որ մենք բոլորս պատրաստ ենք ամեն դեպքի ամեն ինչ դեպքի վերահսկելու համար չէ, ինքը վերակացու է։ Հիմա ո՞ր մի ցևով օրինակ բամը չունենք, որ մեզ ցույց տալիս է, որ Դիմոթեոս ինք այդ փորձության ենթակա էր, բայց ինք կարա ընթարական ցևով է խոսալ, որ ինչու երեցներու մասին խոսավ 5-րդ գլխի 17-ից 21-ը, հետո էլի անշուշտ խոսում է այդ արզատասիրությունից փախչելու մասին, եւ այս արզատասիրության հարցը մեծ խոչընդոտ է։ Ամեն մարդու համար իբր օքեվոր, առավել հովիվների համար էլ, ինչու որ երեք մի քիչ խոսանք, չէ, հովիվ մգարա մտածել, որ չէ ինք կարժե որ ինք այսին ավելի փող ստանա Աստծո կողմից, որ ինք ծառայում է, ինք արժանի է։ Բայց ով ասեց սա։ Ով ասեց սա։ Եվ նրա համար է որ երեք երեսների եւ սարգսակների բարդականությունները նայելով հաստատեցինք, որ երեսները երբեք
պետք չէ նրանք լինեն ոնց որ այդ առաջնագարկ վերահսկողները փողի հարցերու վրա։ Հապա սարգսակները պետք են նրանք այդ ընդհանուր վերագացությունները կլինեն։ Ոչ թե օրինակ նա երես մի երբեք պետք չէ այդ եկեղեցվո փողը նրա կով լինի։ Հիմա ես չեմ ուզում ոչ մեկ եղբոր նայել, որովհետև չեմ ուզում որը մեկու ասենք հանդիմանական ծեով խոսազլամ, նպատակը սա չէ։ Որևէ երեցմը պետք չէ ազո ժողովրդի դրամը ինք հաշվի, կամ իր ընտանիքը հաշվի, կամ իր զավակը գինը, իր հարևանը չէ, հարազատը, չէ։ Չէ թե ոչ մարդիկ կսկսեն ասել, որ փողը նրա ցերկն է, ով գիտե ինչ կան է նրա հետ։ Ատկից է սկսյալ։ Եվ սխալ է, Սուրբ Կրայինորեն սխալ է, արիտ մի չի դրվի սատանային, որ մարդիկ այդպես ասեն։ Սատանան որը պիտի կործե։ Այսինքն կարանք հասկանանք, որ Քրիստոս երբ որ ասեց չկա եկուսիգր ծառայ կամ իր մամոնային եւ Աստծուն, երեսների մոտ որոշակի ժամանակ է գալիս, որ այդ խոսքը անտեսումը ինքը արծաթասիրությունով կարա շեղվի։ Կարա շեղվի, այո։ Մեկ բան առաջայացից, Այո։ մեկ բան առաջայացից, ով մեկ ով եկել Աստծուն ծառայելու Աստծո խոսքով ժողովուրդ, ճիշտ է։ Եթե մի Աստծուն վերջան այդ մարդը որ եկել Աստծուն ծառայի Աստծո խոսքով ծառայել, եկել նայես որտեղ ֆինանսական ինդեքսը արդեն ցույց է տալիս ներքին հավելները։ Ինչ ուզում է պատմել, ինչ ուզում է հեքիաթորի, քո քայլերը, քո բտոնները ցույց են տալիս որ նպատակ։ Ես դու նպատակները դες ուղղորդում են քո այն գանձերին, որտեղ որ խոսում մեջ։ Ստեղ ուրիշ հեքիաթ չկա։ Մեկը դասես, ո՞ոնց եղավ որ սենց եղավ։ Չէ, ի սկզբանե արդեն տեսնում են։ Այստեղ օրագիտություն կա, դեռ այդ սկզբանե հետևողական դեր հոտը այդ վիճակից կամ ազատելու կամ հանդիմանելու կամ եւ այսինքն ցույց է տալիս որ ճանապարհը ուր է ստում։ Մխիթար եղբայրը եկեղեցիներն ա որ իրաց հողի վճարում ծառայության համար ինձ հետաքրքիր է օրինակ հողի ինչ չափով պետք է վճարվի որպես հողի չափանիշ Գարանք այս հարցը վաղ առավոտ մի քիչ խոսալներ հագիրջ ասելով ինչու կասեմ գարանք այս բաները կանոնակրի միաբանության կամ միության կանոնակրից մաս լինի որ միաբանությունը որոշ կրիտերիաներ ունենա որ նրանք գասեն որ մեր եկեղեցիները նրանք զորնակ պետք է որ ամենաառնվազն հովիվը իր փորձառության համաձայն ասես շաբլոն մը գլինի որքան տարի է ծառայած է ինչ ուսանած է այդ բոլորը կարևոր է որովհետեւ նկատի առնվի ինչու որովհետեւ երդասարդ մեկը որ դակավին 25 տարեկան է եւ մեկը որ 50 տարեկան է 60 տարեկան է աճա փորձառություն ունի եւ ուսում ունի երդասարտը բարձաբես մի քանի բառ գիտե խոսիլը ասել չէ որ նույն այդ ծևը պետք է վճարվի ինչ որ 60 տարեկան մարդ որ աճա ծառայած է եւ վկայական ունի ասունի անունի այդ բոլորը նկատի կարվի եւ երբ միաբանությունը կամ միությունը գամացանին ասպաների վրա ժողովուրդը համացայն է նրա համար է որ այսպեսի կանոնակրեր փաստաթղթեր պետք է լինեն որովհետեւ խնդիր չլինի որ ինչու որ հովիվը իր կարիքները ունի եւ ժողովուրդը անդեսում են իրենց փորը երբ որ գուշտ է կրնա լինել հովիվը ասվածորդն է շատ ավադացիաներ կան որ նրանք կարծում են որ հովիվը հավատքով պետք է ապրի այդպես կկարծում են այո ինչպես վախով ուրեմն նրա համար է որ խնդիրներու դեղի չդրվի վաղ առավոտ եւ կանոնակրերի մասին գխոսանք այդ բաները այդ փաստաթղթերը ոնց որ գամրացնեն այդ թույլ գողմերը եկեղեցվո գարավարման մեջ եկեղեցվո ասենք թե այդ գարավարչական հարցերը ինչպես պետք է այս անենք այն ինչ որ սուբ կրկում հստակ չէ այ արժանի է վարձքի գասե մշակը 1 Տիմոթեոս 5-ում հա բայց չի ասում ինչքան պետք է ստանանք ինչքան պետք է ստանա այսօրվա գարիկների համաձայն ինչու որովհետև քալ դարի SAS սուպերմարկետը կամ City սուպերմարկետը կիները բարձրանում է այս բաները Ամերիկա կանադա զորնակ ամեն տարի 2-3% սովորաբար ոչ ամեն եկեղեցի բայց սովորաբար նրանք նկատի առած են իրենց միաբանությունները միությունները գամալ որ հովիվի ասենք ամսականը կամ տարեկանը պետք է ասկանով բարձրանա որովհետեւ խնդիր չլինի այո ինչու որովհետեւ դու ծառայում ես ամեն մարդ նրանց ասենք թե paycheck-ում այսինքն եթե դու դուրս աշխատում ես
Ոչի պրովի, այսի բարձ գործ ունես եւ քո վարպետը նկատի առնում է, որ աշխատ տարի փորձառություն ունես, այս տարի պիտի աշխատավարձ մի քիչ ավելացնի, որ կյանքի սուղությունը, փորձառության համաձայն այդ բաները նկատի առնելով, հովիվն է նույն բանն է։ Ինչու դուրսինին պետք է լինի, եւ որ ես դուրս աշխատում եմ, իբր եկեղեցու անդամ, բայց եկեղեցի գալիս եմ, հովիվիս անդեսում եմ։ Ես ասում եմ, չէ, ինքը հավատքով թող ապրի։ Գարձեք թե այդպես ասում եմ։ Այդ, այսինքն մենտալիտետով, այդ քաղաքարով։ Այսպես մոտավոր կարանք նայենք, ասենք Ամերիկայում միջին ապրողը ինչքան գումարը բավական բարձր, բարձր է վճարի Երևանի կամ մեկ ենթադրենք Հայաստանում 500-700 դոլար բավական միջին ապրես, այսինքն դոյատերս նորմալ չեմ ասում։ Մա դեղը դա Արտուր եղբայրս կդարբերի, նույնիսկ օրինակ Ամերիկայում է։ Հա, նույնիսկ Կանադայում է։ Հա։ Դեղը կդարբերի։ Կալիֆոռնիա մի պախտադիր, ուրիշ նահանգներ կան, որ 2000-ով է կարող է կարան ապրել։ Հա, այո, նրանց ասենք քաղաքի համաձայն, նրանց մարզի համաձայն ամեն մեկ միապանություն կամ միություն եկեղեցական իրենց բաները պետք է ունենան, օրենքները։ Գոնե հանգիստ ինքը գիտի ենթադրենք 1000 դոլար պետք է, չէ՞։ Հիմա եկեղեցու անդամները ֆորնային իրենց հովի, ուզում են իրենց կերակրից ու սանգում են իրականում սեր այդ հովի նկատմամբ հովի ժողովրդի նկատմամբ։ Արդեն մինիմում 1000 Սա մենք բան ենք արել։ Լավ ջան, գարձեմ արես անցյալ ենք